Հայաստանի մեր քույր եղբայրներ միացվող կապի մեջ են։ Խոսը։ Ուրեմն հարգելի արցախցիներ, հարգելի Հայաստանի քույր եղբայրներ։ Ալո։ Չունի։ Հա։ Դեզավեշից։ Դե Խոսը տենկանի։ Վեճի։ Հա։ Ուրեմն կարճ երկու բառ ասել, որ եկել ենք ստեղ, ինչի ենք հասել եւ ինչն է մեր հետագա քայլերը։ Ուրեմն վաղը չեմիուս օրը, ուրբաթ օրը, ամսի քանիսն է 18-ը։ Ամսի 18-ին, ժամը 12:00-ին, սաղս հավաքվում ենք ստեղ։ Մեր պահանջը ներկայացած է Նայիրի Զարյան 17A Արցախի ներկայացության դեմն է։ Մեր պահանջը ներկայացրված է թե ինչումն է։ Ուրեմն արցախցիներից թալանված գումարները պետք է վերադարձվի արցախցիներին։ Սրա համար ենք ստեղ եւ մենք պնդում ենք ու շեշտում, որ սա ներկուսակցական, իշխանական ձգտման տարբեր բաներ են արդեն ուզում կծեն։ Նման նպատակներ ոչ կա, ոչ էլ շարժման ընթացքում լինելու է։ Մեր խնդիրը հստակ է ու անփոփոխ։ Թալանվածը պետք է վերադարձնվի։ Թալանված իմաստի փաստերը Արցախի հիմնադրամի միջոցով 467 միլիոն դոլարի գողացումը հափշտակում ու փաստերը այնակ կա ներկայացված դատախազություն։ Հիմա մենք պահանջում ենք, որպեսզի Սամվել Շախարամանյանը այդ հարցերով զբաղվի եւ այդ ընթացքը դատաիրավական ընթացքին արագացում տան, քանի որ արցախցիները Աշխատ շաբաթներից հետո փաստորեն մնում են դրսում եւ այդ գործերը հրատապ է, հիմա պետք է լուծվի։ Սամվել Շախարամանյանը կամ այդ գործերով զբաղվում է եւ ողջամիտ ինչ որ պատասխաններ մեզ տալիս, կամ Սամվել Շախարամանյանը պետք է հեռանա, էսա մեր խնդիրը։ Ուստեղ լինի այն մարդը, ով որ կարող է արցախցիների հոգսը քաշի։ Սա է խնդիրը։ Իսկ ինչ որ ուզում են ներկայացնել, եկել ենք պետական ինստիտուտներ քանդենք եւ այլն, նման խնդիրներ չկա։ Նման ընդհանրապես պահանջներ չի էլ դիտարկում։ Հստակ է, թալանածը պետք է վերադարձվի։ Սկսում ենք մեր ներկայացությունից, հետո գնալու ենք ըստ անհրաժեշտության։ Բնականաբար խնդիրը նրանում է, որ պետք է ամեն ինչ օրենքով լուծենք։ Այսքանն է։ Դրա համար առավոտ 12-ին, ամսի 18-ին ժամը 12-ին Նայիրի Զարյան 17A ներկայացության դեմ Սամվել Շախարամանյանն էլ ներողություն է խնդրել, որ այս անգամ չի կարացել գա եւ խոսք է տվել, որ այդ ամսի 18-ին մեր հայտարարած օրը ինքը ստեալնելու եւ ժողովրդի հարցերին պատասխանելու է եւ սա ամեն ինչ լինելու է հրապարակային։ Ոչ թե ինչ որ 5 հոգով գնալու են առանձին խոսեն դուրս գան հայտարել, այլ հենց ամեն ինչ պետք է լսել լինի հասարակության համար Սամվել Շախարամանյանի շուրթերից, հենց իր անմիջապես իր կողմից։ Էսա մեր նպատակը։ Դրա համար կոչ ենք անում մեր բոլոր արցախցիները ամսի 18-ին նշված ժամին 12:00-ին լինեն ստեղ եւ սա մեր խնդիրն է, հարգելի արցախցիներ, որպեսզի ամեն մի հատ խնդիրի համար սոցիալական, չգիտեմ, տարբեր չգնենք փողոցներ, փոքր քանակով հավաքներ անենք, կամ մի բանի հասնենք, կամ մի բանի չհասնենք, մեր նպատակն է, մեր ներկայացությունը կարգի բերել, իսկ կարգի բերել դա նշանակում է, որ ստեղ պետք է անեն նստած այն մարդիկ, ովքեր որ ունակ են ժողովրդի համար մի բան անել։ Կարգի բերենք այս ներկայացությունը, որպեսզի խնդիրների ծագման դեպքերում իմանանք ում ենք դիմում եւ ինչ ենք պահանջում։ Սա արցախցիների գործն է, որպեսզի որ կարողանանք այս տոտալ անտիրության վիճակից դուրս գանք, որովհետև սենց ապագա չկա։ Եվ սա մեր խնդիրն է, ինքնակազմակերպել, օրենքի մեջ խաղաղ խնդիրները դնել ու քայլ առ քայլ գնալ առաջ։ Մենք ամեն օր մեր հետագա քայլերի մասին ներկայացնելու ենք, բայց սա շատ կարևոր է, որ վաղը չէ մյուս օրը, ամսի 18-ին, ժամը 12-ին արցախցիները այստեղ պետք է լինեն բազմաթիվ։ Ու այո, Հայաստանի ժողովուրդն էլ ասում են արցախցիները, թող գնան Արցախի ղեկավարությունից ուզեն։ Ճիշտ են ասում։ Աուրը մենք ասպերետ են մեր։ Հա, Հայաստանի ժողովուրդ, մենք եկել ենք ստեղ, հասարակ ժողովուրդ։ Մեզ արդեն տաուշից մեր եղբայրները միացել են։ Ու ասել են, որ պատրաստ ենք աջակցենք, եւ մենք կոմենտները մենք տեսնում, որ մեր Հայաստանի Հանրապետության քույր եղբայրները արդեն իրանց աջակցությունը ներկայացնում են, խոսում են դրա մասին, որը որ մեր համար անչափ կարևոր է։ Իրականում հարցը լուծելու համար սա պետք է համազգային համախմբում լինի ու արդար նպատակի համար։ Բայց կա մի հատ բայց, հարգելի արցախցիներ, սա առաջնահերթ ձեզ վերաբերվող
խնդիր է, որովհետև մենք ենք մնում դրսերում։ Մենք պետք է մերը անենք արդար, ջոկողություն չդնենք, ասենք այս մի կոռուպցիաների անունը չենք տալի, մյուսինը տալիս ենք, մեր համար անուն ազգաններում տարբերություն չկա, ով թալանել է հանցագործ է։ Իսկ անուն ազգանունները ՀՀ դատախազությունը սաղից լավ է իմանում։ Մեր խնդիրն է, որպեսզի ՀՀ դատախազությունը սկսի այդ գործով իրականում զբաղվել։ Ու այո, մեր առաջարկությունն է, տարբերություն չկա, կոռուպցիաներների ցուցակը ներկայացնում ենք, ամենախոշորն էլ առաջի տողում, հենց ամենախոշորից է սկսում, անկախ նրանից, թե որտեղից է քննաբանությունը, Արցախցի է, Արցախցի չէ թալանողը, իմիջիալոց որ այդ հիմնադրամի թալանը որ բացում ենք, այնտեղ մեծ մասը ոչ արցախցիներն են։ Նաև ոչ արցախցիներն էլ կան ու խոշոր գումարներով, սա չէ։ Ասեմ, տարբերություն չկա։ Թալանչին թալանչիա պետք է պատասխան տա։ Ուրիշ տարբերակներ չունենք։ Իրան պայքարը մեր առաջնորդը մզնոտ պիտի մղե։ Վեր։ Ինքը կամ մղմա կամ առաջնորդ չի։ Սա ուրիշ տարբերակ է։ Հայաստանի ժողովուրդն է, բայց ասում են գնացեք արցախցիներից թալանը պահանջեք։ Ճիշտ ասացված կա յուրաց մեջ։ Ոչ թե ճիշտ ասացված կա, ճիշտ է Ճիշտ է, հա, ճիշտ է։ Դուք էլ եկեք այդ փողերը, որ ասում եք, մեր Հայաստանն է մեզ աջակցել, օրինակ, ճիշտ եք, համաձայն եք։ Դուք էլ եկեք մեր հետ, հասարակ ժողովուրդս ոչ մեկս մեղք չունենք, որ թալանչիները կան, մենք դժվար ունենք։ Եկեք մեր հետ պայքարենք, թող Հայաստանի ղեկավարությունն էլ ձեզ էլ տեսնա, որ մեր հետ եք, դուք էլ եք ուզում այդ թալանը բացահայտի, բոլորս էլ բացահայտեք։ Այսքան մի բան։ Ուրեմն հարգելի հայրենակիցներ, ամսի 18-ին ժամը 12:00 Նաիրի Զարյան 17A Արցախի ներկայացություն։ Սաղից սպասենք։ Всё, եղավ։